Հուսամ ամեն մարդու բախքը լավ գանցնի, արդյունք այսօր դասարանը լեցուն է, լավ նշան է ասիգա, եթե ինձի պես եք դուք ալ այս օրերուն հաջախ սառնարանը գպանակ, նայլու որ հոն ինչ կա ուդելիք, կնայես որ կեզի համար ուդելիք չիգա գկոցես, բայց ասանք բահանջ մը գա, աս ուդելու կամ ավելի ճիշտ շադագերության, որ մեզի հաջախ կդանի թեպի սառնարան։ Եվ մեկ բան ճշմարիտ է, որ մենք կհասկնանք, որ սովորական օրերուն չափեն շատ կուդենք, ավելորդ կուդենք եւ բադական չէ, որ այս աշխարհամասի մեջ մարդիկ ավելորդ քաշեն կքանքադին։ Եվ երկրորդը մեկ ճշմարտություն կա, որ առանց կերագուրի մեր մարմինը չի դիմանար։ Եթե չլա Աստծո շնորհը, որովհետև Տիրոջ խոսքի համաձայն մարդս միայն ուդելիքով չէ, որ կաբրի, այլ Աստծո ամեն խոսքով, որ Տիրոջ բերանեն կելնե, որ Հիսուսի փորձություններեն մեկն էր, երբ որ առաջին հարցագումը հրավ Սատանան Աստծո որդու վրա, գիտեր, որ անոթի էր, վերջի օրներ չէ, գսե, երբ որ 40 օրերը լրացան, ինչը սավ հրամայ է, որ աս քարերը հաց դառնան։ Հիսուսը լսավ, մարդ միայն հացով չէ, որ կաբրի, այլ Աստուծո ճշմարտությամբ։ Ուրեմն այսօրվա խորհրդածությունը, որը ճշմարտության մասին է, շատ աղոր կհամապատասխանե այս շաբաթվա հետ, որովհետև արտաքսման կիրակին, երբ որ կսկսի, այդ շաբաթը ամբողջ այդ կիրակի մասին է, թե ընթերցումները, թե խորհրդածությունները, որովհետև ճշմարտությունը Աստված սորվեցուցած էր, եւ մարդիկը ինչ երին, ասին, որ չէ, մենք ուրիշ ճշմարտություն մկուզենք։ Եվ այդ ճշմարտությունը փոխարինվեցավ սուդովը, սուդմը հավատաց մարդը եւ սուդի պատճառով արտաքսվեցավ, դուրս տրվեցավ։ Ինչն էր պատմությունը, վստահ եմ ամենքդ գիտեք, Աստված Փումբարի գիրագին մեջ անդրադարձանք, որ մարդուն ստեղծեց անհոգ վիճակի մեջ, բայց իրեն դվավ դրախտը մշակելու եւ բդուղ բերելու գործը։ Ուրեմն մեծ դաշտ մտավ, սավ ձուլության չեք կրնար մատնվի, որտեղ երբ որ ձուլության կմատնվիս, մարդը կսկսե ինքզինքին վնասել, ասի փաստված է, social psychologist-ներն ալ կխոսեն։ Երբ որ մարդս բարապ է, ինչ կնե, չարիք գարտադրե։ Երբ որ մարդս օրվա հացի խնդիր չունի կամ մեծ նպատակ չունի, կսկսե մարդոց վնասելու։ Բայց ինչ հրավ Ադամ եւ Եվա քացին այդ գեղեցիկ ծառիկովը գեցան, ներսի օծը, ամերավեն Սուրբ Գիրքը գսե, որ մտքի հետ խաղաց եւ ինչը սավ, արդյոք Աստված ասած է ովևէ ծառեն չեք կրնալ ուդել, բայց այնինչ Եվան գշտկե իրեն ասելով, որ կրնանք ամեն ծառերեն ուդել, բացի աստծառեն, որը չարի եւ բարու գիտության ծառն էր։ Ուրեմն հոն, երբ որ խոսակցության մեջ կմտնի, այսինքն արդեն թուրը բացած է զրույցի սուդ մտքի հետ, որտեղ սուդով գխափեն ախիրեն, եւ երկրորդ հրաբույրը գլա օծին, որ գսե ոչ, չպիտի մեռնիք, այլ պիտի դառնաք Աստուծո նման մեկը, այսինքն մեկը ցեզի պիտի չսե ինչ եք, այլ դուք պիտի որոշեք ինչ պիտի նեք, դուք պիտի լաք հրամայողը եւ ձեր ուզած կամքն է, որ իրականանա։ Եվ ադիգա դարձավ սուդը, որու պատճառով Ադամ եւ Եվա ճաշակեցին այդ ծառեն, բդուղը գերան, եւ Աստված ասավ, որ այն օրը որ ուդեք, մահ պիտի ժառանգեք, որտեղ այս աշխարհը օրենքներ ունի։ Չես կրնար դիեզերքի մեջ բաներ մնել, որ արգելված է։ Ցյունի ադեն ծաղիկ չի փուսնիր, գարունը կփուսնի, ադի մենք չենք կրնար կառավարել։ Ուրեմն դուրս վռնդվեցան եւ ժառանգեցին այդ իրականությունը, որ մենք այսօր ունենք, բայց Աստված ինչ հրավ։ Ասավ ցեզի լման դուրս պիտի չտնեմ, այլ ծրախտե
թուրս վիճակմվի տնեմ, ոչ թե կադարյալ չարիքի մեջ, եւ որբեսի աս աշխարհը վերափոխե, ինքը մարդկային հագուստ հագավ եւ եկավ մեզի ներսի դրախտ տանելու, որովհետեւ մենք ինչ կսենք, Հիսուսի ամեն քայլը, տնօրինական գործը մարդուս ազատագրելու համար էր, երբ որ եկավ մգրտվելու, ճուրերն էր, որ ինքը պետք է սրբեր, ասե Հիսուս մտավ ճուրին մեջ, որբեսի աթամը, որ մարդուն վար քաշած էր, հին աթամը, նոր աթամը պիտի այդ ճուրեն ելնելով մեզի ամենուս վեր հաներ։ Եվ այս պահքի ընթացքը ճիշտ ադոր մասին է։ Մենք ամենքս վեր ելնելու պետք ունենք, ժամանակ հատկացնելու պետք ունենք Աստուծո հետ ըլլալու։ Եվ մեր ժամերկության մեջ այդ վեր երթալու ճամփան նահատակներու ճամփով է։ Եթե նշмарած եք, երբ որ գերքենք արևակալի մեջ, դեր մգա որ շատ աղոր է, որտեվ կսե որ ով ցանկալի մարտիրոսներ, ճշմարտության հոգին օթևաններ, որ հոգիով հաղթեցիք մարմնավոր կարիքներուն եւ ցանկություններուն, Տիրոջքով բարեխոսեցեք եկեղեցվո զավակներուս համար։ Ուրեմն ցանկալի մարտիրոսները անոնք են, ովքեր ուզեցին ճշմարտությամբ ապրել։ Աշխարհի հեղեղը գտաներ ուրիշ կողմ, իրեն կսեին, որ ոչ, մենք ճշմարտությամբ կուզենք ապրել Հիսուսին տավանելով։ Իրենք իրենց պայքարով հոգիի օթևաններ դարձան, այսինքն երբ որ մենք մեկը կմգրտենք, ինչ կսենք, Սուրբ Հոգին գուքա իր մեջը բնակելու։ Մարտիրոսները իրենց արյան նահատակությամբ դարձան այդ վայրը, ուր որ Սուրբ Հոգին գրնա ապրիլ։ Հովաննու ավետարանի մեջ գիշեք ինչ ասավ Հիսուս, ովքեր որ բադվիրաններս կործադրեն, ես եւ հայրս պիտի կանք իր մեջը բնակինք, օթևան պիտի լանք, ասի շատ կարևոր է, ինչու համար, որտեղ մենք հարադեպ երբեմն աղոտ կնենք, նույն աղոտքը կգարթանք, նույն սուրբքի կգարթանք, բայց չերմություն, դակություն չենք զգար մեր մեջը, հա, տեղ մնալ գուքա, եթե դունը բզդիկ ունինք, ինչ կսեն մեզի, որ դուն աշխապ գնես, ինչ կփոխվի կյանքիդ մեջ, challenge ասի գա, մենք կսենք, չես հասկնալ, գմեզնաս կհասկնաս, բայց ոչ, բզդիգը հիմա կուզե այդ փորձառությունը կյանքի Սուրբ Հոգի հետ ունենա։ Հետևաբար, թե բախքի ընթացքը, թե մեր ամբողջ հոգևոր կյանքը, որը կխթանա բախքի օրերուն, պիտի չլա մեր կարողություններով միայն փամը անել։ Որտեղ մենք կկարծենք, որ մենք հիմա բախքը պիտի պահենք, վաղը զադիգը պիտի կա, վաղ ամեն մարդ իր կյանքին պիտի վերադառնա, բայց ոչ, մարտիրոսներու օրինակը մեզի գսե, որ մենք պիտի մտնենք այդ հնազանդության ճամփու մեջ, որ նախ Քրիստոս հանձնարավ 40 օրեր ծոմապահություն անցնելու, եւ ադոր մեջ օգնականը պիտի կանչենք, որ մենք դառնանք Սուրբ Հոգիի օթևանը։ Հիսուս ինչ ասավ, ես կերտամ, բայց մի դրդմիկ, որ ձեզի պիտի ղրգեմ մխիթարիչը, Սուրբ Հոգին, մխիթարել կնշանակե քաջարել, ճամփածը ցնել, բացադրել եւ ասել, որ ես հոսեմ։ Մի վհատվեցեք։ Ուրեմն մեր ամբողջ այս կյանքի ընթացքին մենք մեր բոլոր առաքինության գործերը չլա որ մենք մեզի ուղենք, որովհետեւ Սուրբ Եփրեմ ասորին ինչ կսե, Սատանան ինչ է, սուդի, բաբան է սուդին, եւ Հիսուս հետաքրքիր ձևով Սատանայի սուդը լալու նկարագիրը, բնությունը գծեցնե։ Դուք ձեր հոր Սատանային զավակներն եւ անոր ցանկությունները կատարել գուզեք, շատ խիստ խոսք է ասի գա։ Եվ գսե հрьяաներուն, որոնք կարծեին, որ արդար են։ Հոր գողմե գսեք դուք Սատանայի զավակներ եք, որը սուդասան է։ Անիգա սկիզբեն մարդասպան էր, որտեւ ինչ երավ Աթամին եւ Եվային, սպանեց սուդով, չէ, խափեց եւ մեռան։ Եվ ճշմարտության կողմնագիծ չէ եղած բնավ, որովհետեւ անոր մեջ ճշմարտություն չի գա։ Երբ սուդ խոսի, իր նկարագիրը ցույց կուտա, քանի որ ստախոս մնե եւ սուդին հայրը։ Եթե նշмарեք
ինչպես խաբեց Աթամին եւ Եվային, նույն իր նգարակիրով Եսայի մարգարեն ինչպես կպատմե, որ Սատանան ինգավ երկինքեն, այսինքն խումբ մհրեշտակներ ըմփոստացան Աստծո ճշմարտությանը, ասի ժամանակներեն առաջ, երբ որ երկինքի մեջ էին, եւ իրենք ինչսին, որ մենք կուզենք Աստվածը լալ, թողքան մեզի բաշտեն, ամեն բաշտամունք, որտեղ ինքը վերի դասի հրեշտակ էր։ Ուրեմն այդ հբարդությունը, այդ Աստծո դեղը գրավելու սուդով իրենք վար ինգան։ Հիմա վարի չերեն, արդեն սուդ են, խավար են, որտեղ Սատանան ունի հրեշտակի բոլոր կարողությունները, բացի լույսեն։ Եթե Աստված մեկ վայրկյան իր ձեռքը առնե այս աշխարհի վրա են, Սատանան գդոր գնե ամենում, ամբողջ արարչությունը։ Եվ նույն լեզուն գործածեցին Աթամին եւ Եվային խաբելու համար։ Գերեք եւ դուք կդառնաք աստվածներ, այսինքն իր նգարակիրը կփոխանցե մարդու նգարակրին վրա, որ դու ասանք կլաս եւ սուդը սուդով կխաբե։ Ադոր համար Տերը գսե, որ սուդը Սատանային նգարակիրն է, այսինքն ինքը ուրիշ բան չի գրնարնել։ Ինչպես Աստծո բնությունը սերն է, այսինքն ոչ թե Աստված գսիրե, այլ ինքը իր ամբողջ էությամբ սեր է, որտեղ մենք մարդիկս նախընտրաբար գսիրենք, քեզի գսիրեմ, քեզի չեմ սիրեր։ Դու լավն ես, դու լավը չես։ Մենք մարդոց ինչ կսիրենք գնել, լեյբլ գտնենք վրան, չէ՞։ Ինչպես այդ դոնի համեմունքներու վրա գտնենք, ասիգա ռեհան է, ասիգա չեմի։ Մարդոց ասկսենք, դու սև ես, դու ջերմակ ես, դու կբարգանաս, դու չես բարգանաս, դու ինձի գսիրես։ Բայց Աստծո էությունը անանք չէ։ Աստծո էությունը կնմանի արևին։ Արևը երբ որ դուրս կելնե, տեսած եք անցրև բերե։ Ոչ։ Տեսած եք որ արյուն գաթի արևեն։ Ոչ, որտեղ իր բնությունը ինչ է, դակություն է, ջերմություն է եւ լույս է։ Ուրեմն Աստծո բնությունը ճիշտ ադիգա է, իսկ Սատանայինը հակառակը սուդ է։ Հետևաբար, չլա որ մենք այս մեր պահոց ընթացքին մերժենք հոգիի օթևանները լալ, որովհետև գսե հոգիով հաղթեցիք մարմնավոր գիրկերուն եւ ցանկություններուն։ Այսինքն մեր պահքի ընթացքին մենք օգնություն պետք ունենք, որը ճշմարտության հոգին է, որ մեզի ամեն բան բիքսորվեցնի։ Եվ հոսքսե, որ գարիքներուն եւ ցանկություններուն մեր մեջը բացի ուդելիքի at պահանջեն մտավոր passion գսեն ասոր գիրք մգա ուրիշին թադելու ես քեզ մե լավն եմ լալու ես կբահեմ դուն չես պահեր դուն իմ ուզածս ձևով չես քալեր եթե մենք ուզենք հնազանդիլ ճշմարտությանը որ Քրիստոս ինքն է ոչ թե մեր ուզած ձևով պիտինենք այլ մեր պահքի մեջ պիտի սենք Սուրբ Հոգիդ Աստված եկուր եւ ինձի թեպի ճշմարտություն թեպի լույս առաջնորդ է որովհետև նահատակներուն երկենք, գսենք ճգնավոր եւ վերջ ինչ երկենք լույս թեպի Հիսուս երթալու ջամփան, թեպի լույս երթալու ջամփան Քրիստոսի անձի մեջ է, որուն կառաջնորդ է մեզի Սուրբ Հոգին։ Ուրեմն թող Սուրբ Հոգին զորացնե, որ մենք ճշմարտությունը սորվենք, Աստծո բադվիրանները այդ ճշմարտություններն են, որում մեջ թաքնված է Տերը։ Սուրբ Մարգոսը գսե, որ Աստված թաքնված է իր բադվիրաններու մեջ, այսինքն պիտի անես, որ նոր հասկնաս որով է Տերը։ Եթե միայն գիծար աս մագարտագին վրա, այդ մագարտագին կմնա, բայց երբ որ կհնազանդիս ճշմարտությանը, սիրտդ եւ հոգիդ կփոխվի եւ վերջը դու կդառնաս օթևան հոգուն սրբով։ Թող Աստված օրհնե ձեզի, գալիք օրերը խաղաղությամբ լան, պահքի ընթացքին հարադեպ աղոթքը, բարեգործությունը շարունակվի եւ մենք ալ փառք տանք Աստծո ամեն օրվա եւ ամեն ժամվա համար, որը օրհնյալ է Հավիտյանը Սավիտելից ամեն։ Միասին հայր մերս